Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յիլմազը։ Փաշինյանի խոսքով զրույցը բավական արդյունավետ է եղել։ Քննարկել են տարածաշրջանային գործակցության հնարավորությունները, բայց ամենաուշագրավը Անիի պատմական կամրջի վերականգնման մասին պայմանավորվածությունն է։ Կողմերը արձանագրություն են ստորագրել Անիի պատմական կամրջի համատեղ վերակառուցման մասին։ Հավատում ենք, որ գործակցության այնպիսի խորհրդանշական և գործնական ոլորտները, ինչպիսին այսօր փոխըմբռնման հուշագրով ստորագրված Անիի կամրջի համատեղ վերականգնումն է, իրենց նպաստը կբերեն տևական խաղաղության և անվտանգության ոլորտի ձևավորմանը։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա գործակցության խորացման հնարավորությունները, նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, ընդգծելով խաղաղության կարևորությունը։ Իդեպ Ռուսաստանը ուշադիր հետևում է Երևանում ընթացող գագաթնաժողովին։ Ռուսական մեդիան տարբեր շեշտադրումներով ներկայացնում է իրավիճակը, մի կողմից անդրադառնալով Ուկրաինայի նախագահի նպատակներին, մյուս կողմից քննադատելով միջոցառման քաղաքական ենթատեքստը։ Թե ինչպես է Զելենսկիի ելույթը ներկայացվում ռուսական մեդիադաշտում և ինչ շեշտադրումներ են արվում, ռեպորտաժում։ Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Հայաստանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքին։ Ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում է հատկապես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը։ Ռուսաստանի հիմնական հակառակորդը Հայաստանում է առաջին անգամ։ BBC ռուսական ծառայության փոխանցմամբ Հայաստան այցի նախօրեին Ուկրաինայի նախագահը հանդիպումների համար ուրվագծել է 3 հիմնական նպատակ։ Պատերազմի արժանապատիվ ավարտը, ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի օգնության արագացումը և Ուկրաինայի օդային պաշտպանության համակարգի ամրապնդումը։ Զելենսկին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ կիրակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմենի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ռազմական օգնությունը և Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության բանակցությունների կարգավիճակը։ ՌԻԱ Նովոստին էլ ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի նշել Բրյուսելի կողմից Ուկրաինային ավանդական աջակցությունը Հայաստանում կայանալիք Եվրոպական հանձնաժողովի 8-րդ գագաթնաժողովի օրակարգի գերակա խնդիրների շարքում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է, որ քննարկելու են եվրոպական համագործակցությունը, մասնավորապես 3 ոլորտներում՝ էներգետիկա, անկախություն, պաշտպանություն ու անվտանգություն և հուսալի մատակարարման շղթաներ։ EA Daily-ն էլ մեջբերել է ուկրաինացի լրագրող և հեռուստահաղորդավարուհի Դիանա Պանչենկոյի գրառումն իր տելեգրամյան ալիքում։ Լրագրողը գրել է, որ ԵՄ առաջնորդները Հայաստանում են ընտրությունից առաջ Փաշինյանի համար հող նախապատրաստելու նպատակով, ապա Հայաստանն իրենց շահերի համար օգտագործելու համար։ Ուկրաինացի լրագրողը ծիծաղելի է համարել այն փաստը, որ Զելենսկին հրավիրվել է միջոցառմանը։ Սվաբոդնայա պրեսան ևս կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է Բրյուսելից ընտրական բոնուս ստանալը Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի տեսքով։ Այս միջոցառումն այդքան թունավոր չէր լինի, եթե Զելենսկիի ներկայությունը չլիներ, որն ամբողջությամբ փոխում է միջոցառման իմաստը։ Հայաստանի Հանրապետության ապագան քննարկելու փոխարեն ամբողջ ուշադրությունը կկենտրոնանա Ուկրաինայի զինված ուժերի համար նոր խրամատներ խնդրելու վրա։ Կայքը հայ ընտրողներին հիշեցրել է, որ Զելենսկին վերջերս հանդիպել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ և բացահայտորեն հիացել Ղարաբաղյան հարցի ուժային լուծմամբ, գրել է ռուսական լրատվամիջոցը։ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովն էլ կարծում է, որ Եվրոպան Հայաստանում ցանկանում է իր ուժը ցույց տալ Միացյալ Նահանգներին։ Պաշտոնյան Newsroom-ին տված հարցազրույցում է նման հայտարարություն արել։ Մոսկովսկայա Կոմսոմոլեցն էլ ընդգծել է Զելենսկիի ժամանումը Հայաստանի մայրաքաղաք ավելին է, քան պարզապես դիվանագիտական արարողակարգ։ Ռազմական և քաղաքական հակամարտությունների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անդրեյ Կլինցևիչը համարում է, որ սա պաշտոնական Երևանի կողմից ևս մեկ ցուցադրական քայլ է, որը հաստատում է եվրասիական ինտեգրման իրողություններից վերջնական խզման ուղղությունը։ Նա կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը կարծես որոշել է ամբողջությամբ փոխել իր առաջնահերթությունները, հենվելով արևմտյան երաշխիքների վրա, որոնք կրիտիկական պահին կարող են պարզունակ թղթի վրա խոստումներ լինել։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Երևանում գագաթնաժողովին Վլադիմիր Զելենսկիի մասնակցությունը ըստ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարող է ընդգծել Հայաստանի արտաքին քաղաքական անհավասարակշռությունը։ Նա հիշեցրել է, որ Փաշինյանը 2018-ին իր վարչապետությունը սկսել է ֆրանկաֆոն գագաթնաժողովով եւ այժմ այն կարող է ավարտվել եվրոպական քաղաքական համայնքի միջոցառմամբ, ինչը Օսկանյանի գնահատմամբ կարող է վերածվել ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ռազմավարական ռիսկի։ Արտաքին քաղաքական անզգույշ, կտրուկ եւ ամբովանդակ մանիֆեստները բացառապես ներքին լսարանում դիվիդենտներ շահելու նպատակ են ունեցել։ Դրա հետևանքով Հայաստանի նման խոցելի դիրքում գտնվող երկրում հավասարակշռված եւ մտածված քաղաքականություն վարելու փոխարեն Փաշինյանն իրեն հռչակել է որպես Հայաստանը Եվրոպա տանող։ Սակայն եթե մի քանի տարի առաջ այս մակերեսային ծրագրին հավատացողներ կային, այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը Եվրոպային ոչ մի քայլով չի մոտեցել։ Փոխարենը դարձել է աշխարհաքաղաքական հակադրության մարտադաշտ։ Այդ համատեքստում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն իր օրակարգով ընդունվելիք հայտարարություններով եւ այնպիսի գործիչների ներկայությամբ, ինչպիսին է Վլադիմիր Զելենսկին, կարող է ավելի ընդգծել Հայաստանի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, խորացնելով մտահոգությունները նման ընթացքի տնտեսական ու անվտանգային բացասական հետևանքների վերաբերյալ։ Միաժամանակ Հայաստանը խորացնում է կապերը նաև Մեծ Բրիտանիայի հետ։ Երկու երկրների վարչապետները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Փաշինյանի խոսքով սա նոր փուլ է հարաբերություններում, որը հիմնված է ընդհանուր արժեքների եւ երկարաժամկետ գործակցության վրա։ Երկկողմ հանդիպումներին նախորդեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը Երևանում համախմբեց տասնյակ համաշխարհային առաջնորդների։ Ի դեպ, այս ձևաչափը ձևավորվել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Եվրոպայի անվտանգության հարցերը համատեղ քննարկելու նպատակով։ Թե ովքեր են Երևանում, ինչ ուղերձներով են հանդես գալիս, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Բելգիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Չեխիայի, Լեհաստանի վարչապետները Երևանում են։ Հայաստանում են Եվրոպական միության ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին առաջին անգամ մասնակցել է նաև Կանադայի վարչապետը։ Հայաստանում է նաև Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Ելմազին, թե ինչու են խախտել ձևաչափը, պարզաբանում չկա։ Ի դեպ 2008-ին նախագահ Գյուլի այցից հետո Ելմազը Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ Երևան է եկել։ Ադրբեջանի նախագահը գագաթնաժողովին միացել է տեսակապով։ Ալիևն արցախցիներին կոչել է սեպարատիստներ, անդրադարձել նաև ԵԽԽՎ-ի վերջին բանաձևերին եւ կառույցին մեղադրել երկակի ստանդարտներ կիրառելու համար։ Նրա խոսքով Եվրոպական խորհրդարանը 5 տարում Ադրբեջանի դեմ 14 բանաձև է ընդունել, ինչը սևեռում է ցույց տալիս։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո 2021-ից մինչև 2026 թվականը Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ։ Եվրոպական խորհրդի նախագահ Ռոբերտա Մեծոլան որոշել է շատ արագ պատասխան տալ Ադրբեջանի նախագահին։ ԵՄ խորհրդարանը ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության ձայնով։ Դրա արդյունքները գուցե անհարմարություններ են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը եւ այն դիրքորոշումը, որը որդեգրում ենք։ Փաշինյանը խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հույս է հայտնել Ադրբեջան գնալ 2028-ին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովին։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Նրա խոսքով հայ-ադրբեջանական համաձայնությունների շնորհիվ բարելավվել են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները։ Երևանում հակառուսական առաջին հայտարարությունը Ուկրաինայի նախագահն է հնչեցրել։ Մենք պետք է Պուտինին մղենք դեպի դիվանագիտություն։
Այս ամռանը Պուտինը պիտի որոշի, թե ինչ է անելու, ավելի է ընդլայնելու պատերազմը, թե անցնելու է դիվանագիտությանը։ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ելույթ է ունեցել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Համաշխարհային էներգակիրների գների տատանվողականությունը ցավալի վնաս է պատճառում մեր մրցունակությանը, բայց մենք ունենք նաև ակտիվներ Եվրամիության ներսում արտադրվող էլեկտրաէներգիայի վերականգնվող էներգետիկայի տեսքով։ Պետք է մեր էներգետիկ կախվածությունը շատ ավելի հուսալի ու ամուր կապենք ներքին արտադրության ավելի էժան ու կանխատեսելի էներգիայի աղբյուրների հետ։ Ավելի վաղ ուկրաինացի լրագրող եւ հեռուստահաղորդավարուհի Դիանա Պանչենկոն գրել էր. Երևանում կստորագրվի Հայաստանի էներգետիկ ոլորտի վերացման մասին համաձայնագիր։ Մայիսի 5-ին Եվրամիության արտգործնախարարը կգա Երևան, կմասնակցի Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողովին եւ նույն օրը կմեկնի Ադրբեջան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Կայա Կալասը Բաքվում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Սակայն գագաթնաժողովի առանցքային առանձնահատկությունը ոչ այնքան մասնակիցների լայն աշխարհագրությունն էր, այլ այն, թե ինչ էր ասվում այդ դահլիճում։ Միևնույն հարթակում հնչեցին երկու տարբեր մոտեցումներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր խաղաղության, երկխոսության եւ հարաբերությունները ավելի կազմակերպված եւ կանխատեսելի դարձնելու մասին, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը մասնակցում էր հեռավար, ընտրել էր այլ ճանապարհ։ Նրա ելույթը հիմնականում բաղկացած էր քննադատություններից ու մեղադրանքներից։ Ինչ կարելի է հասկանալ այս հակադրությունից, քաղաքագետն է բացատրում։ Ես կարծում եմ, որ առաջերտին պետք է կոնտեքստը հաշվի առնենք։ Ընդամենը օրեր առաջ ԵԽԽՎ-ն բանաձև էր ընդունել, որտեղ կոչ էր անում, որ արցախցիները պետք է վերադառնան իրենց տարածք գերիների մասով, որ այդ մարդիկ պետք է վերադառնան Հայաստան, եւ այդ առումով Ադրբեջանը առաջերտին իրենց ուղղված հայտարարություն արեց, խոսքը Ադրբեջանի նախագահի մասին է, եւ շատ կարեւոր է այն, որ այդ հայտարարության ժամանակ ներկա էր Հայաստանի ղեկավարը, գործող վարչապետը, որը լռեց։ Դա ազդանշան էր Եվրոպական միության ղեկավարներին, որը հատեսեք դուք հայտարարություններ եք անում Արցախի հետ կապված, բայց Հայաստանը որևէ խնդիր չունի եւ նման պահանջներ Հայաստանը չունի։ Այդ առումով նա ցույց տվեց Եվրոպական միությանը, որ ձեր խնդիրը Հայաստանի վարչապետը չի կիսում։ Հետաքրքիր էր նաև մի փոքր, բայց խոսուն դետալ։ Ալիևի սեղանին դրված էր Իսթիսու հանքային ջուրը։ Իսթիսուն Ադրբեջանը կոչում է հայկական ջերմուկը։ Ադրբեջանական աղբյուրներում հայկական ջերմուկ քաղաքը 19-րդ դարից անվանվել է Իսթիսու։ Քարվաճառում Իսթիսու անունով հանքային ջրի գործարան է գործում։ Թարգմանաբար նշանակում է տաք ջուր։ Պատահական էր արդյոք Իսթիսուի հայտնվելը Ալիևի սեղանին, ռեպորտաժում։ Խաղաղության մասին երկար ճառ, իսկ սեղանին ջերմ ջուր, որը սակայն դրվել էր պաղ հաշվարկով։ Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով միացավ իր առջև դրված Իսթիսու մակնշմամբ հանքային ջուր։ Անվանում, որը Բաքուն օգտագործում է հայկական ջերմուկ քաղաքի համար։ Պատահականություն, թե սիմվոլիկ մեսիջ։ Ալիևը ինչ պետք է անի, որ մենք ի վերջո հասկանանք, որ այո, դոկտրինալ տեսլականը Ադրբեջանի դա Հայաստանի Հանրապետության ադրբեջանացումն է, որ իրենք չեն էլ թաքցնում, ախր գիտեք, զավեշտը դրանումն է։ Քողարկված չեն, բացահայտ ասում են, բացահայտ անում են։ Ջուր են դրել սեղանին։ Իրանց մոտ հենց այնպես դա չի անցնում։ Տեղանունների շուրջ պայքարը նոր չէ։ Ջերմուկ անունը հիշատակվում է դեռ միջնադարյան աղբյուրներում։ Օրինակ Ստեփանոս Օրբելյանի մոտ, մինչդեռ Իսթիսու տարբերակը շրջանառվել է ավելի ուշ, ռուսական քարտեզների վարչական գրանցումներում։ Բայց այսօր այդ անվանումը դառնում է ոչ թե լեզվական, այլ քաղաքական գործիք։ Ալիևի սեղանին հայտնված շիշը հենց այդ գործիքի ցուցադրությունն էր։ Իմանալով հանդերձ, որ Բաքվին ներվայնացնում է եւ ջղայնացնում է Եվրոպայի անդրադարձը Ադրբեջանում, մարդու իրավունքի
Արցախի այդ հայաթափման եւ հայերի վերադարձի իրավունքի խնդիրը, Բաքվի քաղբանտարկյալների խնդիրը, դա Բաքվում բավականին լուրջ ներվայնություն է առաջացնում։ Մանկեր, եթե դու ուզում ես ինձ հետ բիզնես անես, ուրեմն բիզնես արա իմ պայմաններով։ Հետևաբար Ադրբեջանի դեմարշն այսօր ուղղված էր նաև Եվրոպային, ասում է ադրբեջանագետը։ Ստացվում է երկշերտ հաղորդագրություն։ Մի կողմից սովորում ենք խաղաղ ապրել, մյուս կողմից սեղանին դրված հանքային ջրով խոսում բացահայտ հավակնությունների մասին։ Մինչդեռ Եվրոպական գագաթնաժողովից ընդամենը 1 շաբաթ առաջ Բաքվում հերթական շնորհանդեսներ նվիրված Երևանի իբր ադրբեջանական անցյալին։ Սա գիտեք ամենազազվելին որն է։ Հայկական իշխանությունները շատ հանգիստ իրենց եվրոպացի գործընկերների հետ նստած նայում են նույն այդ Ալիևի դեմքին, Հայաստանի դեմքին, նայում են այդ շշին, որտեղ գրված է ջերմուկի անվանումը, աղաբակված քերենով եւ ծպտուն չեն հանում։ Իսկ մենք վախենում ենք անգամ Արարատի պատկերից, պնդում է Աբովյանը։ Իսթիսու անվանումը թյուրքական ծագում ունի եւ բառացի նշանակում է տաք ջուր։ Այդ անվանմամբ հանքային ջրի արտադրություն գործում է Քարվաճառի շրջանում, որը գտնվում է Ջերմուկին հարակից լեռնային գոտում։ Իսթիսու հանքային ջրի արտադրությունը Քարվաճառում սկսվել է 2024 թվականից։ Գործարանի բացմանը մասնակցել է նաեւ Իլհամ Ալիևը։ Սեդակ Յուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իսկ Ֆրանսիայի նախագահը Հայաստանում է երեկվանից, նրա այցը միայն պաշտոնական հանդիպումներով չի սահմանափակվել։ Երեկ Ֆրանսիայի նախագահը շրջել է Երևանի փողոցներով, լուսանկարվել քաղաքացիների հետ, շփվել մարդկանց հետ ու նույնիսկ գրկել երեխաներին։ Մակրոնը Երևանում հասցրել է ոչ միայն զբոսնել, շրջել Փաշինյանի հետ, այլև դուրս գալ առավոտյան վազքի։ Ֆրանսիայի նախագահների այցերը Հայաստան նոր երևույթ չեն, դրանք պարզապես տարբեր ժամանակներում ունեցել են տարբեր նշանակություն։ Սկզբում ձևավորվում էին հարաբերությունների հիմքերը, հետո արդեն կոնկրետ քաղաքական ու անվտանգային օրակարգը։ Ովքեր են նախկինում այցելել Հայաստան եւ ինչու, ռեպորտաժում։ Երևանում անցկացվող եւ գագաթնաժողովը ոչ միայն ընթացիկ օրակարգի մասին է, այլ նաեւ քաղաքական հիշողության։ Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան այսօր ներկայացվում է որպես բացառիկ իրադարձություն, սակայն սա նոր երևույթ չէ, այլ շարունակական գործընթաց տարբեր ինտենսիվությամբ։ Հայաստանի 3-րդ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Ֆրանսիայի ղեկավարների պաշտոնական այցեր չեն գրանցվել։ Այդ փուլում ձևավորվում էին հարաբերության հիմքերը։ Բայց արդեն Ռոբերտ Քոչարյանի կառավարման ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել 2006 թվականի սեպտեմբերի 29-ին։ Այցի շրջանակներում նա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Երևանում բացել է Ֆրանսիայի հրապարակը։ Այդ այցն ուներ առավել գործնական եւ ռազմավարական բնույթ։ Շիրակի տարածաշրջանային այցի առանցքում Հարավային Կովկասի կայունություններ, նաեւ Ֆրանսիայի դերակատարումը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Երևանում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, Հայաստան-Եվրոպա գործակցության խորացումը, նաեւ երկկողմ տնտեսական եւ քաղաքական կապերի զարգացումը։ Հաջորդ փուլում Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում հարաբերություններն ավելի ակտիվ փուլ մտան։ Այս շրջանում Երևան այցելեցին արդեն Ֆրանսիայի 2 նախագահ, ընդ որում նրանցից մեկը 2 անգամ։ 2011 թվականին Հայաստան ժամանեց Նիկոլա Սարկոզին, ընդգծելով Ֆրանսիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում։ Բայց ամենանշանակալի այցերից մեկը գրանցվեց նաև Ֆրանսուଆ Օլանդի կողմից։ Նա Հայաստան այցելեց 2 անգամ՝ 2014-ին պետական այցով եւ 2015-ին արդեն հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար, քաղաքական եւ հիշատակի համատեղ ուղերձով։ Այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարման պայմաններում Երևանը կրկին ընդունում է Ֆրանսիայի նախագահին Էմանուել Մակրոնին արդեն ԵՄ գագաթնաժողովի շրջանակում։ Նրա նախորդ այցը տեղի էր ունեցել 2018-ին Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում։ Սակայն այս պարագայում Ֆրանսիայի նախագահի այցի տարբերությունն ակնհայտ է։ Եթե նախկին այցերը հիմնականում երկկողմ կամ տարածաշրջանային օրակարգ ունեին, ապա այս անգամ Հայաստանը փորձում է դիրքավորվել որպես եվրոպական
եվրոպական քաղաքական հարթակի ակտիվ մասնակից։ Հայաստանի պատմության ընթացքում Ֆրանսիայի տարբեր ղեկավարներ այցելել են Հայաստան։ Այցերը պարբերական են եղել, սակայն փոխվել է դրանց քաղաքական կշիռն ու մեկնաբանման ձևը, եւ հենց այդ համատեքստում էլ ձևավորվում է այսօրվա քաղաքական օրակարգը։ Մինչ ներսում ընթանում էր 50 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ գագաթնաժողովը, դրսում բողոքի ակցիա էր։ Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ իրենց նպատակը միջազգային հանրությանը եւ եվրոպացի առաջնորդների ուշադրությունը հրավիրելն է Հայաստանում առկա խնդիրների վրա։ Չի ներվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի հանդեպ ձեր այս դաշատ վերաբերմունքը, դաշնությունը արտահայտվում է ոչ միայն ձեր գործողություններով, այլ ձեր անտարբերությամբ։ Միշտ հիշեք, Հայաստանում հիշելու է, որ օրվա ղեկավարությունը Եվրամիության, դրանք ամբողջովին դեմ են ժողովրդավարության, մարդու իրավունքների, նրանք դեմ են իրավունքի, նրանք միայն ու միայն իրականացնում են, կրկնում են ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների պատվերը։ Shame on you! Shame on you! Քաղաքական գործիչների մի մասը եւ փորձագետների մի մասը ասում են ցեղասպանություն, մյուս մասը էթնիկ զտում։ Պարզապես ցեղասպանության իրավական գնահատականից խուսափելու համար, ոչ ավելի։ Բայց նույնիսկ եթե քննարկում ենք, թե արդյոք ցեղասպանություն է, թե մարդկության դեմ հանցագործություն, էությունը չի փոխվում։ Ոչ պատասխանատվության տեսանկյունից, ոչ էլ իրավունքների վերականգնման լուծումների տեսանկյունից։ Եվ այս առումով ես կուզեմ հիշեցնել, որ մեր վերադարձի իրավունքը ոչ միայն ապրիորի է, բխելով միջազգային իրավունքի տարբեր հաստատքներից, այլ նաև կոնկրետ է եւ անմիջական։ Ակցիայի մասնակիցները փորձել են նաև նամակ փոխանցել Հայաստանում գտնվող Եվրամիության պաշտոնյաներին, սակայն նրանց թույլ չեն տվել մոտենալ պատվիրակություններին։ Իսկ մեր ուղերձը ոնց հասցնենք։ Ուղերձը կարող եք հասցնել իրենց ներկայացությունները։ Դե հիմա մոտենանք, այնտեղ ներկայացված են իրենց։ Մոտենալ կներեք։ Երկու հոգին ինչ վտանգ են, ինչու չեն կարող երկու հոգի բարձրանալ։ Գիտեք ինչ, եթե ուղղակի քննարկենք հայեցողական լիազորությունը, այստեղ հայեցողական լիազորություն չկա։ Տվյալ դեպքում Դուք կարող եք ուղղակի իրենց տեղեկացնել, որ մենք ուզում ենք պատասխանեմ հերթով խոսենք, հա։ Գվարդիան հայեցողական լիազորություն այստեղ չունի։ Գվարդիան կատարում է պարտականությունները, տվյալ դեպքում միջոցառում ունի բնական ընթացք ապահովել։ Բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիները իրենց դժգոհությունը արտահայտել են նաև խորհրդանշական գործողությամբ, ձեռնաշխտաներով։ Նրանք պնդում են, որ Հայաստանում ժողովրդավարական խնդիրներ կան եւ խոսելու համար մարդկանց շղթայում են ու բանտարկում։ Այս մարդիկ ընտրություններից մի քանի ամիս առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանի հարկերի հաշվին միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստանում եւ այս պարգևավճարներով այսօր ընդամենը մի քանի օրից օֆիցիալ ձևով կազմակերպելու են իրենց նախընտրական քարոզարշավները եւ նորից էլի Եվրոպայի երեսին թոզ են փչելու, թե Հայաստանում երկինքը պարզ է, խաղաղության օրակարգ է, խաղաղություն է տիրում եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորված են։ Մինչդեռ Բաքվում դեռևս ունենք անազատ քաղաքացիներ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը բանտարկված է եւ մենք չգիտենք արդյոք նրանք երբևէ ազատ են արձակվելու, որովհետեւ այս մարդիկ այստեղ զբաղված են երեսպաշտությամբ։ Նրանք կեղծավորի պես ամբողջ աշխարհի երեսին թոզ են փչում, թե Հայաստանում ազատ խոսքի իրավունք կա։ Համալիրի դիմաց էին նաև անհայտ կորած զինծառայողների հարազատները։ Նրանք ևս փորձում էին գրավել Երևան ժամանած եվրոպացի առաջնորդների ուշադրությունը։ 6 տարի ասպասում ենք մեր երեխաներին, բայց անարդյունք։ 6 տարի պայքարում ենք բոլոր իշխանական դռների, բոլոր կառույցները
կառույցների դռները ծեծել ենք, բայց ոչ մի արդյունք։ Մեր իշխանությունը երբեք չի հետաքրքրվում երեխաների հարցով։ Այն երեխաների, որոնց արյան գնով, որոնց կյանքի գնով իրանք ձեռք են բերել խաղաղություն կոչեցյալը, որոնց շնորհիվ իրանք այսօր ապրում են, իրանց երեխաներին երջանկացնում են։ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ֆոնին ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Հայաստանի ներքաղաքական օրակարգը։ Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարելով, որ պատրաստակամ է աջակցել ընտրական գործընթացներին։ Ինչ է թաքնված աջակցությունների հետևում, սա աջակցություն է պետությանը, թե գործող իշխանությանը։ Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ֆոնին միջազգային ակտիվ դերակատարների ուշադրության կենտրոնում է մնում Հայաստանի ներքաղաքական օրակարգը։ Գագաթնաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Մարկ Քարնին է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նաև շեշտել, որ պատրաստակամ է ընտրության անցկացման հարցում Հայաստանին աջակցություն ցուցաբերել։ Միջամտություն է, ուղղակի միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ հայ ժողովրդի ընտրությանը միջամտություն է, ընտրության ճնշում է, ես նույնիսկ ասեի, ճնշում է ուղղված հայ ժողովրդի հանդեպ, ընդհանրապես ցանկացած երկրի ղեկավար լինի, Ռուսաստանի ղեկավար լինի, Թուրքիայի ղեկավար, առավել եւս Կանադայի ղեկավար, Բրիտանիայի, Ֆրանսիայի, թե այլ որևէ մեկ անձի անմիջական աջակցություն հայտարարելը կոպիտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Ինչ է թաքնված աջակցությունների հետևում, սա աջակցություն է պետությանը, թե գործող իշխանությանը։ Պետք է հստակ տարանջատել Հայաստանը եւ գործող իշխանությունը։ Սա աջակցություն է գործող իշխանություններին հունիսին կայանալիք ընտրություններին կրկին ընտրվելու համար։ Կանադայի Եվրամիության այս քաղաքական գծին հետևելու պատճառը պարզ է, կարծում է միջազգայնագետը։ Նրանց առջև դրված նպատակը մեկն է՝ ամեն կերպ աջակցել, որպեսզի ներկայիս իշխանությունը վերարտադրվի։ Կանադան եւս հանդիսանում է արևմտյան աշխարհի մաս եւ այստեղ մենք գործ ունենք անգլոսաքսոնական աշխարհի միասնական գործողությունները։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը սա որակում է առավել քան լուրջ միջամտություն։ Սրանից ավելի լուրջ միջամտություն ո՞րն է, որով մենք իրավունք ունենք ասելու, որ մենք Կանադայի կառավարությանը կաջակցենք իրենց ընտրությունների ժամանակ։ Այդպես ինչի տեղ են դրել այս մարդիկ։ Մասնագետի դիտարկմամբ շատ ծավալուն են ԵՄ-ի պլանները, որոնց մեջ Հայաստանին աջակցելը բոլորովին էլ պատահական չէ։ Միայն այդ պարագայում է հնարավոր իրականացնել այն քաղաքականությունը, որ բովանդակ արևմուտքը ցանկանում է իրականացնել մեր տարածաշրջանում, այսինքն այստեղից դուրս բերել Ռուսաստանին եւ կտրել Իրանի բոլոր կապերը տարածաշրջանի հետ, Հայաստանից եւս նրան մեկուսացնելու եւ հայ-իրանական սահմանը եւս հսկողության տակ վերցնելու համար։ Հանդիպման առանցքային դրվագը Կանադայի վարչապետի հայտարարությունը թեև պաշտոնական ձևակերպումներում ներկայացվում է որպես ժողովրդավարական գործընթացներին աջակցություն, սակայն ոչինչ չի տալու, ավելին վատ է ազդելու մյուս երկրների հետ հարաբերությունների վրա։ Սա ավելի է վատացնելու մեր հարաբերությունները նաև Վրաստանի հետ, սրա մասին էլ է պետք մտածել։ Եվ շուտով կարծում եմ մեր տնտեսվարողները իրենց վրա կզգան այս գագաթնաժողովի արդյունքները։ Այսպիսով քննադատները զգուշացնում են, կարևոր է տարանջատել պետությանը ցուցաբերվող աջակցությունը եւ գործող իշխանություններին ամեն կերպ պետության ղեկին պահելու ձգտումը։ Արևմտյան երկրների ակտիվացումը, այդ թվում Կանադայի ներգրավվածությունը, կարող է լինել ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկների մաս։ Նպատակը տարածաշրջանում ազդեցության վերաձևավորումն է, ինչի շրջանակում Հայաստանի գործող քաղաքական կուրսը դիտարկվում է որպես նախընտրելի գործընկեր։ Անահիտ Սարգսյան, Մեհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ինչպես հասկացաք, Հայաստանը եվրոպական գործընկերներին հյուրընկալելուց բացի նաև պատրաստվում է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությանը։ Առաջիկա խորհրդարանական ընտրության մասնակիցները հայտնի են, հերթականությունը նույնպես։ Ովքեր են վարչապետի թեկնածուներն ըստ ցուցակի, ռեպորտաժում։ Առաջիկա խորհրդարանական ընտրության մասնակիցները հայտնի են, հերթականությունը նույնպես։ Ովքեր են գլխավորում կուսակցությունների ցուցակները, ովքեր են իրական ազդեցություն ունեցող խաղացողները եւ ովքեր, որ պարզապես մասնակցում են պայքարին։ Ցուցակի առաջին համարով ռեֆորմիստների կուսակցությունը ընտրություններին գնում է պաշտպանության նախկին նախարար, գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի առաջնորդությամբ։ Նրա անունը կապվում է ինչպես զինվորական բարձր պաշտոնների, այնպես էլ սկանդալային քրեական գործի հետ։ Քննչական կոմիտեն նրա նկատմամբ հարուցել է հերակավարույթ
2021 թվականի մայիսյան իրադարձությունների շրջանակում, երբ ադրբեջանական ուժերը ներխուժել էին Սյունիքի Սև լճի տարածք։ Իրավապահների վարկածով Կարապետյանը տվել է մարտական դիրքերը թողնելու անհիմն բանավոր հրաման, ինչը ըստ մեղադրանքի հանգեցրել է ծանր հետևանքների։ Ինքը նախկին պաշտոնյան այս մեղադրանքները չի ընդունում։ Երկրորդ համարով բոլորին դեմ եմ նախաձեռնությունն է։ Իր անունով քաղաքական ուղերձ ձևակերպող ուժը ընտրություններին մասնակցում է իշխանությանն ու ընդդիմադիրներին դեմ մարդկանց ձայները ստանալու ակնկալիքով։ Ի դեպ, այս ուժը հայտարարել է, որ կգործակցի ԿՊ-ի հետ, եթե իրենց գաղափարներն ու ծրագրերը համընկնեն։ Երրորդ համարի տակ ընտրություններին մասնակցում է Ուժեղ Հայաստան դաշինքը, որը միավորում է նույնանուն կուսակցությունը, նաև Նոր դարաշրջան եւ միավորված հայեր քաղաքական ուժերը։ Դաշինքի առանցքային դեմքը գործարար Սամվել Կարապետյանն է, Տաշիր խմբի հիմնադիրը, ով վերջին շրջանում ավելի ակտիվ է հանդես գալիս նաև քաղաքական դաշտում։ Նրա անունը սակայն ցուցակում չկա, այն գլխավորում է գործարարի եղբորորդին Արեգ Կարապետյանը։ Չորրորդը Հայաստանի շնորհապետական կուսակցությունն է Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Քաղաքական դաշտում կուսակցությունը ընդգրկված ներկայությամբ կամ ազդեցությամբ չի առանձնացել։ Փորձում է դիրքավորվել սեփական օրակարգով, սակայն հանրային լայն ճանաչելիություն դեռևս չունի։ Հինգերորդը Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունն է, որը ընտրություններին մասնակցում է դերասան Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարուկյանի գլխավորությամբ։ Նա հանրությանը հայտնի է նախ որպես հումորային դերասան, իսկ քաղաքական դաշտում Երևանի նախկին քաղաքապետի պաշտոնով, որտեղ նրա գործունեությունը գնահատվել է տարբեր ու հաճախ հակադիր դիտարկումներով։ Վեցերորդը Միասնության թևեր կուսակցությունն է, որը ընտրություններին մասնակցում է իրավապաշտպան Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի առաջնորդությամբ։ Յոթերորդը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ։ Նա հանրությանը հայտնի է որպես խոշոր գործարար եւ տարիներ շարունակ քաղաքական դաշտում ազդեցիկ դերակատար, որը եղել է թե իշխանության մաս, կոալիցիոն կառավարության շրջանակում, թե որպես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ։ Գագիկ Ծառուկյանի անունը քաղաքական դաշտում պարբերաբար հայտնվել է նաև իրավական գործընթացների համատեքստում։ Մասնավորապես 2020-ից 21 թվականներին նրա շուրջ հարուցվել էին քրեական վարույթներ կապված ընտրական գործընթացների եւ ենթադրյալ օրինախախտումների հետ։ Այդ ընթացքում Ծառուկյանը կարճ ժամանակով նաև ձերբակալվել էր, վերջերս արդարացվել։ Ութերորդը ազգային ժողովրդավարական բևեռ քաղաքական ուժն է, որը ձևավորվել է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության եւ մի շարք քաղաքական հասարակական գործիչների նախաձեռնությամբ։ Ազգային ժողովրդավարական բևեռի ձևավորման քաղաքական ֆոնին հաճախ հիշատակվում է նաեւ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ ՊՊՑ գնդի գրավման դեպք, որը կապված էր Սասնա Ծռեր խմբավորման գործողության հետ։ 9-րդը Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոն կուսակցությունն է Արտակ Սարգսյանի գլխավորությամբ, ով նաեւ կուսակցության հիմնադիրն է եւ վարչապետի թեկնածու։ Նրա ղեկավարած ուժը քաղաքական դաշտում համեմատաբար նոր ձևավորված կուսակցություն է, որը պաշտոնապես գրանցվել է վերջերս։ Այսպիսով ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ուժերի քաղաքական քարտեզն արդեն հստակ է, մնացյալ կուսակցություններին եւ դաշինքներին կանդրադառնանք մեր հաջորդ ռեպորտաժում։ Տեղափոխվենք Վեդի, որտեղ անչափահաս քույրերի բռնաբարության դեպքը ցնցել է համայնքը։ Բնակիչները փորձում են հասկանալ, ինչպես կարող էր նման ծանր դեպք տեղի ունենալ փոքր քաղաքում, որտեղ բոլորը գրեթե ճանաչում են միմյանց։ Իմ գործընկեր Սեդա Գյուրեղյանն է եղել Վեդիում։ Վեդիի բնակիչները ցնցված են անչափահաս աղջիկների բռնաբարությունների լուրից։ Մեկը մյուսին պատմում են, վերլուծում ու հավատալ չեն կարողանում։ Աղջիկների մայրը պատմում է, 65-ամյա տաքսու վարորդը երեխաներին պարբերաբար պարապմունքի է տարել։ Իրենց ընտանիքի վստահությունն ուներ։ 65 տարեկան Դավիթ Այնազյանը բռնաբարել է քույրերին, բայց երբ նրանցից մեկն ասել է, որ բոլորին կպատմի, տաքսու վարորդը ձեռքերով բռնել է աղջկա կոկորդից ու սպառնացել։ Դրանից հետո երեխաներին տարել է իր հարևան 58-ամյա Արթուր Երեմյանի մոտ, որը եւս սեռական բնույթի գործողություններ է արել աղջիկների նկատմամբ, բայց դա վերջին անգամը չի եղել։ Ես առավոտ շուտ եթում բան, գործի, դաշտի եթում էլի կապ մապ եկանում, ծախնիկ հավքում, երեխուն ժամը 6-ին, 7-ին եթում էր ինքը դպրոց, Արթուր անունով քաշելա, նստեցր ավտոն տարել եկեղեցի երեխուն, երեխան չէր ասում, հետո տարելա միանգամից դպրոց, ավակ դպրոց է երեխան եթում։ Հենց դպրոցում էլ տեղի է ունեցել բռնաբարությունը, ասում է աղջիկների մայրը։ Ընտանիքը համեստ է, սկզբում տնակում էին ապրում, հետո փոքրիկ տուն կառուցեցին։ Բնակիչներից մեկն էլ աղջիկների տատի հետ է աշխատում։ Հայրական տատիկին ճանաչում եմ, խելոք աշխատող, գյուղացի ընտանիք են, խեղճ ապրող ընտանիք են։ Այդ լուրը լսելուց իմ կարծիքն է, պիտի
այդ մարդկանց հրապարակում այդ շատրվանների մոտ պետք է բերես բենզինը լցես ու վառես։ Ընտանիքից լսել եմ, որ խեղճ մարդիկ են։ Մայրը հավաքարարը, հայրն էլ քաղաքապետարանում այտենց աշխատում է։ Մաքրությամբ, մայրն ու հայրը։ Աղջիկների մասին դες չեմ լսել, չգիտեմ։ Այդ խելոք անմեղ երեխեքին տենց արյամ դաստիճակը ուղղակի դե ապրելու իրավունք չունի։ Վատ բան է տեղի ունեցել, դա կարամ ասեմ, բայց դե ովքեր են ինչ են թե չգիտեմ։ Քաղաքի բնակիչներից մեկը ճանաչում էր տաքսու վարորդին։ Գործի բերումով գնացել եմ, տեսել եմ ինքը հաճախակի կայնածա, խանութի դեմը տաքսիով, դուռը բաց։ Ազատության մեջ են հանցագործության համար մեղադրվող տղամարդիկ։ Կալանավորվել են, բայց 72 ժամը չլրացած նրանց բաց են թողել։ Տաքսու վարորդի տեղը հայտնի չէ։ Բնակիչները ենթադրում են Երևանում բարեկամի տանն է ապաստան գտել։ Իսկ Վեդիի համայնքապետարանում եւ Մարզկենտրոն Արտաշատում հետաքրքրված չեն տեղի ունեցած մանկապղծության դեպքով։ Փաստաբանական ու հասարակական համայնքը իրար խառնած դեպքը Արարատի մարզպետարանը հերքել է։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի Արարատի մարզի դպրոցներում անծանոթ տղամարդիկ աշակերտների նկատմամբ սեռական բնույթի գործողությունների փորձ են արել, չի համապատասխանում իրականությանը։ Մարզպետի աշխատակազմը պաշտոնապես հայտարարում է, որ վերոնշյալ հրապարակման մեջ ներկայացված պնդումները չեն հաստատվում որևէ փաստով եւ կրում են ապատեղեկատվական բնույթ։ Մարզպետ Սեդրակ Թևոնյանը առավոտից չի պատասխանում զանգերին, անջատում է։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։